Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի փետրվար ամսվա հորոսկոպը Խեցգետի նշանի համար։ Սիրելի ընկերներ, այս հոլովակում կնշեմ կարևոր օրերի մասին, լարված օրերի մասին, ինչպես նաև մոլորակների դիրքավորման մասին։ 1 տարի էր, ինչ ես դադարեցրել էի ամսական կտրվածքով հորոսկոպը ներկայացնելը, արդեն վերսկսում եմ եւ յուրաքանչյուր ամիս սպասեք այդ հորոսկոպին։ Ինչպես նաև փոփոխություններ են մտել նաև տարո կանխատեսման մեջ, արդեն տարո կանխատեսում կարող եք տեսնել նորալուսնի եւ լիալուսնի կտրվածքով առանձին հոլովակներով։ Որպեսզի դրանք բաց չթողնեք, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին։ Այսպիսով, սիրելի ընկերներ, անցնենք մեր հորոսկոպին, հիշեցնեմ, որ հորոսկոպը պետք է նայեք առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով։ Ասցենդենտի նշանը շատ կարևոր է եւ եթե դուք նայեք ասցենդենտի նշանով, կտեսնեք, թե ինչքան ճշգրիտ է աստղաբանությունը։ Եթե դեռևս չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը, ապա մեկնաբանություններում կարող եք գրել, նշելով ձեր ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը եւ ծննդյան ճշգրիտ ժամը։ Սիրով ձեզ կպատասխանեմ։ Կարող եք այդ տվյալները ինձ ուղարկել նաեւ Instagram-յան էջին կամ Telegram-յան ալիքին։ Եթե իհարկե ցանկություն ունենաք եւ ձեր ծննդյան ճշգրիտ ժամը իմանաք, կարող եմ նաեւ ծննդյան քարտեզը կազմել եւ սկրինշոտ տարբերակով ձեզ ուղարկել։ Այսպիսով անցնենք արդեն մեր հորոսկոպին, արևը մինչև փետրվարի 18-ը կգտնվի սիրելի Խեցգետիներ ջերհոս նշանում, իսկ դա ձեր 8-րդ տունն է, 8-րդ տունը դա մեր գումարներն են, բայց որոնք մենք չենք աշխատել, ինչ որտեղից այդ գումարները մեզ եկել են, այսինքն հիանալի ժամանակահատված է զբաղվելու բանկային ինչ-որ հարցերով, եթե օրինակ պետք է դիմեք բանկին գումար ստանալու հետ կապված կամ որոշեք օրինակ վարկ վերցնել, նման ինչ-որ հարցերով, ապա այս ժամանակահատվածը լավ է դրա համար, կարող եք հանգիստ օգտվել այս ժամանակահատվածից։ 8-րդ տունը, սիրելի ընկերներ, իհարկե նաև վտանգավոր իրավիճակներն են, հնարավոր է նման ինչ-որ հարցեր առաջանան, սա իհարկե բոլորին չի վերաբերվում, պայմանավորված է ծննդյան քարտեզով։ Եթե յուրաքանչյուրն իմանա իր ծննդյան քարտեզը, արդեն կարող է հասկանալ, թե ինչ դիրքավորումներ կլինեն եւ ինչից եւ երբ զերծ մնալ։ Այստեղ, քանի որ ջրհոսը նաև ամուսնու կամ կնոջ աշխատած գումարներն են, ինչ որ նորություն, փոփոխություն կարող է մտնել նաև այդ ոլորտում, այդ բյուջեում, իհարկե նաև հնարավոր է օրինակ պետական համակարգից պետք է գումարներ ստանաք, այս ժամանակահատվածում դրանք ստանաք կամ սկսեք զբաղվել թղթաբանությամբ։ Ամսի 18-ից սկսած արևը կանցնի ձեր 9-րդ տուն, իսկ 9-րդ տունը դա բարձրագույն կրթությունն է, այն ամենը ինչը կապված է արտասահմանի հետ, անձնագրային թեմաներով, այստեղ են նաև պատկանում թորնիկները եւ այլն։ Այսինքն ինչ որ փոփոխություն կապված օրինակ թորնիկների հետ, փոփոխություն այդ անձնագրի հետ, գուցե ոմանք այս ժամանակահատվածում որոշեն մեկնել արտերկիր կամ սկսեն զբաղվել իրենց արտերկիր մեկնելու հետ կապված ինչ որ հարցերով, գուցե գնումներով։ Մերկուրին մինչև փետրվարի 6-ը կգտնվի ջերհոս նշանում, դա ձեր 8-րդ տունն է, ինչ որ նորություն, փաստաթուղթ կբերի ձեզ կապված ոչ ձեր կողմից աշխատած ֆինանսների հետ։ Թե ինչ ձևով այն կարտահայտվի, ամեն մեկը մի ձև կզգա, բայց որ ինչ որ նորություն, փաստաթուղթ կլինի, դա կարծում եմ, որ հաստատ։ Հատկապես ասցենդենտով Խեցգետիների մոտ։ Ամսի 7-ից սկսած Մերկուրին կանցնի ձկներ նշան եւ մինչեւ ամսվա վերջ կգտնվի այնտեղ 9-րդ տանը ձեր։ Եվ գուցե ձեզ նամակ, զանգ, խոսակցություն, ինչ որ փաստաթուղթ գա արտասահմանի թեմաներից կամ համալսարանի հետ կապված, գուցե այս ժամանակահատվածում օրինակ քննություններ հանձնեք, զաչյոտներ հանձնեք եւ այլն։ Եվ ամսի 26-ից սկսած Մերկուրին կդառնա հետընթաց եւ մինչեւ 3 ամիս հետընթաց է գտնվելու, սրա հետ կապված առանձին նյութ կունենա եւ կասեմ, թե ինչ է կարելի, ինչ չի կարելի անել այս ժամանակահատվածում եւ ովքեր բոլորից շատ կզգան այս փոփոխությունները։ Դուք եւս շատ եք զգալու, քանի որ Մերկուրին հետընթաց է լինելու հենց ջրի նշանում, ձկներ նշանում։ Այնպես որ անպայման հետևեք, որ բաց չթողնեք այդ կարևոր իրադարձությունները։ Վեներան մինչև փետրվարի 10-ը կգտնվի ջրհոս նշանում ձեր 8-րդ տանը, իսկ Վեներան դա ինչ է, գումար է, փող է, նվեր է ինչ որ հաճելի արժեքավոր, կարծում եմ, որ այս ժամանակահատվածում շատերի ընտանեկան բյուջեն կհամալրվի, թե ինչ կերպով կհամալրվի, ամեն մեկը մի ձև կզգա, բայց դա ոչ ձեր կողմից աշխատած ֆինանսներն են, որը կլինի օգուտ ձեզ։ Փետրվարի 10-ից սկսած Վեներա մոլորակը կանցնի ձկներ նշան ձեր 9-րդ տուն։
Եվ գուցե արտասահմանից գումար ստանաք, գուցե ծանոթություն լինի արտասահմանցու հետ կամ ուղղակի արտասահմանում բնակվող հայրենակցի հետ, կամ ինչ-որ գումարներ ծախսեք կապված արտերկրի թեմաներով կամ համալսարանի թեմաներով, այսինքն գուցե ուղղակի կենցաղային ամենահասարակ մակարդակով ուղղակի այս ժամանակահատվածում համալսարանի վարձատակ կամ ուղղակի ինչ-որ վճարում կատարեք անձնագրի հետ կապված, ինչ-որ անձնագիր ստանալու կամ փոփոխության ինչ-որ ենթարկելու հետ կապված։ Մարս մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում գտնվելու է ջրհոս նշանում ձեր 8-րդ տանը։ Սիրելի խեցգետիններ, զգույշ եղեք սուր կտրող ծակող գործիքների հետ աշխատելիս, ճանապարհ գնալիս, մի գերազանցեք արագությունը, եթե պետք է հեռու ճանապարհ գնաք, մեքենայի ստուգեք, որպեսզի մեքենան սարքին լինի, ինչպես նաև վիճաբանություններ կարող են լինել, գումարի թեմայով, նման ինչ-որ հարցեր կարող են լինել, այնպես որ շատ զգույշ եղեք, մարս 8-րդ տանը մի փոքր լարված է, առհասարակ ոչ միայն սուր կտրող ծակող գործիքների հետ, այլ նաև կրակի հետ աշխատելիս։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել սիրելի խեցգետիններ հենց ձեր նշանում, հետընթաց դիրքով շարժվելով 17-ից 15 աստիճան այս ամսում։ Երբ Յուպիտերը մեր առաջին տանն է գտնվում, դա նշանակում է, որ հաջողություն կյանքի տարբեր ոլորտներում կարող է լինել։ Վստահ եմ, որ դեռևս անցած տարվա հունիս ամսից շատերը արդեն զգացել են փոփոխությունները, մեծ փոփոխությունները իրենց կյանքում Յուպիտերի դրական ազդեցությունը։ Ոմանք դեռևս չեն զգացել կամ սպասողական իրավիճակում են, բայց անպայման բոլորը մինչև 2026 թվականի հունիսի վերջ, թե հուլիսի վերջ չեմ հիշում այս պահին, համենայն դեպս մինչև ամառ զգալու եք այդ փոփոխությունները դրական առումով։ Քանի որ Յուպիտերը հետընթաց է խեցգետինի 17-ից 15 աստիճանում, այստեղ կարծում եմ ինչ-որ սպասողական իրավիճակեր կամ երկրորդ շանս է Յուպիտերը տվել բոլոր նրանց, ովքեր ասցենտով խեցգետին են, ասցենտը գտնվում է 15-ից 17 աստիճանում եւ ովքեր ծնվել են, հիմա նշեմ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին։ Այս օրերի ծնվածներին կարծես նրանց մոտ ինչ-որ սպասողական իրավիճակ է կամ երկրորդ շանս է տալիս Յուպիտերը։ Սատուրն մոլորակը, սիրելի ընկերներ, փետրվարի 14-ից սկսած կանցնի խոյ նշան եւ առաջիկա 2.5 տարում կգտնվի խոյ նշանում։ Եվ այստեղ հենց սկզբից կունենա հիանալի միացում Նեպտունի հետ, հենց կրկին 0 աստիճանում։ Քանի որ խոյում է լինելու, իսկ խոյը սիրելի խեցգետիններ ձեզ համար համարվում է, հիմա նշեմ, 10-րդ տունը, եւ կարծես այս երկու մոլորակները միանալով իրար, Նեպտունը ինչ է, կարծես մեր երազանքներն են, մեր պատկերացումներն են, մեր ֆանտազիաներն են, իսկ Սատուրնը ավելի հստակ է, ավելի կարգուկանոն է մեզնից ուզում, կարծես Սատուրնը օգնելու է Նեպտունին, որպեսզի այդ երազանքները կարողանանք մենք իրականացնել։ Ամեն ինչ կարծես կարգուկանոնի է, բերելու, ամեն ինչ ըստ հերթականության է անելու, որպեսզի մեր երազանքները կարողանան իրականանալ 10-րդ տան հետ կապված։ 10-րդ տունը դա ստատուսի փոփոխություն է, կարիերայում փոփոխություններ են, այսինքն այս միացման արդյունքում ճշգրիտ միացումը լինելու է փետրվարի 20-ին, բայց դա կապ չունի։ Մի 2-3 ամիս առաջ եւ մի քանի ամիս հետո, մինչև ամսվա տարվա վերջ ներողություն, այդ հզոր էներգիան շատերը զգալու են, շատերը ամուսնանալու են եւ այս ազդեցության ներքո ովքեր ամուսնանան, ոչ միայն այս օրը, առհասարակ այս միացման արդյունքում բավականին երկար երջանիկ կարծում ամուսնություն է լինելու։ Նոր սկիզբ, նոր կարիերա, գուցե որոշեն ոմանք բիզնես բացել, ոմանք որոշեն օրինակ, չգիտեմ, նոր նպատակներ սահմանել, շատ լավ եւ կարգուկանոնով, այսպես հստակ իմանալու եք ինչ եք ուզում եւ գնալու եք առաջ։ Իրականում լավ միացում է այս միացումը եւ իր լավ դիտքավորումներով։ Քանի որ այս միացումը մի րոպե, ամսի 20-ին սա նշեցի լավ։ Անցնենք հաջորդին, շատ կրկին կարևոր է, լիալուսին է լինելու փետրվարի 2-ին, առյուծ նշանի 13 աստիճանում, ձեր երկրորդ տանը, երկրորդ տունը դա ֆինանսների տունն է, մեր աշխատած ֆինանսների, մեր ֆինանսական կուտակումների, իսկ լիալուսինը դա պարզություն է, իհարկե նաև որոշ դեպքերում ինչ որ բանի ավարտ է, գուցե ինչ որ ֆինանսա, սա բոլորին չի վերաբերվում, ծննդյան քարտեզով է պայմանավորված, եթե բացասական դիրքավորումներ կան, ապա հնարավոր է ինչ որ ֆինանսական աղբյուր դադարի, բայց հնարավոր է նաև նոր ֆինանսական աղբյուր լինի, որը ավելի հստակ դուք դա կտեսնեք եւ կշարժվեք դեպի այդ ֆինանսական աղբյուրը, հնարավոր է այս ժամանակահատվածում գումար ստանաք, եւ խավարման հետ կապված ասեմ, ամսի 17-ին ունենալու ենք արևի խավարում ջրհոս նշանի 29 աստիճանում,
Եվ առհասարակ խավարումը տեղի է ունենում ամսի մի օրում, ամսի 17-ին, այդ օրվանից սկսվում է խավարումների միջանցքը 2 շաբաթ, բայց իր ազդեցությունը այն ունենում է ամենակիչը 3 ամիս առաջ եւ հետո, այնպես որ շատերը կարծում եմ զգացել են այդ փոփոխությունը։ Քանի որ այն լինելու է ձեր 8-րդ տանը, կարծում եմ, որ ձեզ կբերի գումար, այդ գումարը գուցե կապված լինի պետական համակարգի հետ, բանկային համակարգից եկող գումարներ, ձեր զուգընկերոջը ֆինանսական դաշտում գուցե հաջողություններ լինի այդ ձևով այդ գումարները ստանաք, բայց ամենայն դեպս նոր սկիզբ է դրվելու գումարի, թե ինչ սկիզբ կդրվի, ամեն մեկը մի ձևով է զգալու։ Այս խավարման հետ կապված եւս առանձին նյութ կունենամ, ավելի մանրամասն կխոսեմ, թե ովքեր բոլորից շատ կզգան այս խավարման ազդեցությունը։ Այժմ անցնեմ եւ լարված օրերի մասին խոսեմ։ Փետրվարի 8-ը լարված օր է լինելու, սիրելի ընկերներ, Ուրանը եւ Վեներան 90 աստիճանի անկյուն են կազմելու։ Փորձեք այսօր զերծ մնալ ինչ-որ հարաբերություններ բարձելուց, ֆինանսների հետ կապված ինչ-որ գործարքներ կնքելուց։ Փետրվարի 9-ը Մերկուրին եւ Սև լուսինն են 90 աստիճանի անկյուն կազմելու, զգուշ եղեք, առհասարակ այսօրը ինչ-որ նոր գործարքներ մի կնքեք, փաստաթուղթ մի ստորագրեք եւ հետևեք ձեր մտքին, խոսքին, քանի որ եւ այն ինֆորմացիային, որը կստանաք, քանի որ հնարավոր է կեղծ ինֆորմացիա ստանաք, որի արդյունքում նեղանաք, գրվի արդյունք լինի, բայց այս ամենը ընդհանրապես Սև լուսնի գայթակղություններն են։ Փետրվարի 15-ին մի 3-4 օր առաջ եւ մի 3-4 օր հետո այն ազդեցությունը կունենա։ Լարված է լինելու Ուրանը եւ Արևը 90 աստիճանի անկյուն են կազմելու, հնարավոր են բնական աղետներ լինեն այս օրերին։ Առհասարակ տանը շատ զգույշ եղեք, սիրելի ընկերներ, հատկապես հոսանքի հետ կապված, եթե հնարավորություն կա այս օրերին ինքնաթիռով տեղ մի գնացեք։ Փետրվարի 27-ը եւս լարված կլինի, մի քանի օր առաջ, մի քանի օր հետո եւս Մարսն ու Ուրանն են այստեղ 90 աստիճանի անկյուն կազմելու, կրկին լարված է եւ քանի որ այս լարվածությունը թե Արևի, թե Մարսի լինելու են հենց ձեր 8-րդ տանը, դա վտանգավոր իրավիճակներն են։ Բոլորից շատ զգույշ եղեք այս ժամանակահատվածում։ Մարսը ինչ է դա կրակ է, կրակ, ագրեսիա, Ուրանն էլ այսպես անսպասելի ինչ-որ իրավիճակներ, այսինքն անսպասելի ինչ-որ կրակ կարող է բռնկվի։ Զգույշ եղեք տանը, գազի հետ կապված, հոսանքի հետ կապված, առհասարակ սուր կտրող ծակող գործիքների հետ կապված նման ինչ-որ վտանգավոր իրավիճակներ կարող են լինել։ Դե ինչ, կարծում եմ, որ ամեն ինչ ասեցի կապված փետրվար ամսվա հետ, հաջորդ արդեն կներկայացնեմ մարտ ամիսը։ Դե ինչ, շուտով կհանդիպենք, ցտեսություն։